Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1311-րդ օրն է։ Մի շարք ուշագրավ նորություններ ունենք։ Թրամփը ճնշում է Էրդողանին, ռուսները լաց են լինում, որ Սումիի մարզում դիրքերը պահել հնարավոր չէ, իսկ Պոկրովսկի մոտ 3 կաթսաներում դանդաղ ոչնչացվում են պուտինյան զորքերը, սակայն ուզում եմ եթերը սկսել շնորհակալական խոսքով մեր լսարանին, չեմ դադարում կրկնել մեր լսարանը յուրահատուկ է, ձեր մեկնաբանությունները, ձեր մաղթանքները, դրանք այնքան իսկական հայկական են, այնքան ուժ ունեն իրենց մեջ, որ դժվար է բառերով փոխանցել։ Կարդացի երեկվա եթերի տակ եղած ձեր մեկնաբանությունները, իրոք կարծես վերլուծաբանների թիմ ենք միասին։ Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար, շատ ուրախ եմ, որ մենք ձեզ հետ նույն ալիքի վրա ենք եւ քանի դեռ մենք միասին ենք, մեզ չեն կարող հաղթել ոչ մի թշնամի։ Մեր ազգը դարերով անցել է ցեղասպանությունների միջով, բայց պահպանվել ենք որպես տեսակ։ Եթե թշնամիները կարծում են, թե կարող են մեզ վերացնել, ապա լրջորեն սխալվում են։ Մենք տանջանքներից հետո տեսել ենք հաղթանակի բերկրանքը 90-ականներին եւ հիմա նորից մեզ պարտվող չեն կարող դարձնել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ուրբաթ օրվա կարևոր թեմաներն են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է օդային ուժերում նոր զորատեսակի ստեղծման մասին, որը մասնագիտանալու է հակաօդային պաշտպանության դրոնային համակարգերում։ Շատ կարևոր թեմա է, հիմա կմանրամասնեմ։ Սեպտեմբերի 26-ի գիշերը բարի դրոնները կրկին այցելել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարան, նորից հրդեհ է այնտեղ։ Ուկրաինայի օկուպացված տարածքներում Լուգանսկի մարզում զավթիչների ոտքերի տակ ոչ միայն հողն է այրվում, այլ նաև օդը։ Նկարագրված տեսարանը նկատվել է 3 գազաբաշխիչ կայաններում Ուկրաինայի զինուժի դրոնների հարվածներից հետո։ Ինչպես միշտ վառ կադրերը մեր Telegram-յան ալիքում են, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք եւ վայելեք, QR կոդը ձեր էկրաններին է։ Եվրոպական միությունը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության հարցում, որոնք ի թիվս այլոց կարող են տրամադրվել Ուկրաինային։ Եվրոմիության երկրները պատրաստվում են սկսել Patriot համակարգերի արտադրությունը Ամերիկայից առավել անկախանալու նպատակով։ Եվրոպական MBDA ընկերությունը քննարկում է Գերմանիայում նոր գործարաններում Patriot հրթիռների արտադրության ընդլայնումը եւ պատրաստ է նաեւ սկսել արձակման կայանների թողարկումը։ Այս մասին հայտնել է ընկերության գերմանական ստորաբաժանման գործադիր տնօրեն Թոմաս Գոթշիլդը Reuters-ին տված հարցազրույցում, բայց նախքան մեր այսօրվա թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնեք YouTube-ի գործիքներից օգտվելու համար, լայքեք մեր եթերը եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, թող ավելի շատ մարդիկ իմանան մեր եթերի մասին։ Գեներալ Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց զինված ուժերում նոր զորատեսակի ստեղծման մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարեց, որ օդային ուժերում ստեղծվում է լրիվ նոր եզակի բնույթի զորատեսակ, որի հիմնական մասնագիտությունը կլինի առաջատար դրոնային հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառումը։ Դե գիտեք, ուկրաինական դրոնների առանձին ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնք մասնագիտանում են ռուսական օդային թիրախների կործանման վրա։ Մեր կործանիչ դրոնները վնասազերծում են ռուսական շահեդները եւ շահեդի նման այլ դրոններ։ Այս նախաձեռնությունը ուղղված է խաղաղ բնակչության եւ կարևոր կենսական ենթակառուցվածքների օդային հարձակումներից արդյունավետ պաշտպանությանը մեծապես նոր իմպուլս տալու համար, ինչը հատկապես արդիական է հաշվի առնելով ռուսական ավիացիայի եւ դրոնների կողմից շարունակվող աճող վտանգները։ Սիրսկին նաեւ պարզաբանեց, որ ձևավորվում են մասնագիտացած ստորաբաժանումներ, որոնք ամբողջությամբ զինվելու են դրոն կործանիչներով եւ ստեղծվում է առանձին հրամանատարություն, որը բացառապես կպատասխանի դրոնային հոբ համակարգերի կառավարման եւ կոորդինացման համար։ Մենք արդեն հայտնել ենք մեր եթերում, որ նախագահ Զելենսկին հայտարարել է գրոհային շտուրմային զորքերի ստեղծման մասին։ Պատերազմը թելադրում է անխուսափելի ադապտացիաներ բանակում եւ հենց պատերազմի ընթացքում մեր բանակը արդեն 3-րդ ալիքն է երևի, որ նորարարություն է մտցնում։ Այս ֆոնին վերլուծելով Եվրոպայի ներկայիս զինված ուժերը, Bloomberg-ի վերլուծաբանները նշում են, որ այժմ Եվրոպայի ամենահզորը դարձած գործընկերը Ուկրաինան է։ Ուկրաինայի զինված ուժերը Եվրոպայում ամենաուժեղն են, երկրի պաշտպանական արդյունաբերությունը արդյունավետ է, դրոնների ոլորտում կան նորարարական տեխնոլոգիաներ եւ ուկրաինացիները պատրաստ են պայքարել իրենց անկախության համար։ Վերլուծում են Bloomberg-ի մասնագետները։ Մյուս կողմից Պոլիտիկոն բարձրացնում է այն հարցը, որ Կրեմլը պատերազմի մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի դեմ եւ այս փաստի մասին այլևս հնարավոր չէ լռել։
Ռուսաստանի դրոնների ներխուժումները Լեհաստանի եւ Ռումինիայի օդային տարածքներում, ինչպես նաեւ ռուսական MiG-31-երի թռիչքները Էստոնիայի երկնքում ակնհայտորեն ցույց են տալիս Մոսկվայի նպատակները Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բաժանել, ազդել դաշնակիցների կամքի վրա եւ փորձել խարխլել Ուկրաինային աջակցությունը։ Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով եվրոպական օբյեկտների նկատմամբ հարձակումների քանակը կտրուկ աճել է 23 թվականին, երբ ռուսական զորքը կանգնեցվեց ռազմաճակատում ուկրաինական պաշտպանության կողմից։ Հարվածների են ենթարկվել բազաներ, ձեռնարկություններ եւ լոգիստիկ ճանապարհներ Եվրոպայում, որոնք կապված էին Ուկրաինային զենքի մատակարարումների հետ։ Վերլուծաբանները նշում են, որ փաստերն իրենց մասին են խոսում, Եվրոպան արդեն դարձել է Ռուսաստանի պատերազմում ներգրավված մաս, Ռուսաստանը արդեն ներգրավել է Եվրոպային որպես պատերազմի մաս, այդ փաստը ընդունելը առաջին քայլն է Կրեմլը կանգնեցնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ այլ եվրոպական փորձագիտական շրջանակներ խոսում են ՆԱՏՕ-ի կոփվածության մասին, կամ երևի թե ճիշտ կլինի ասել ոչ կոփվածության մասին։ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ցուցաբերեին միասնություն Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, սակայն օդային տարածքների խախտումները բերել են տարաձայնությունների ալիքների դաշինքի ներսում, ինչը դժվար է անվանել կոփվածություն։ Նշում են ռազմական վերլուծաբանները։ ՆԱՏՕ-ի ներքին հակասությունները օրեցօր աճում են, երբ մի քանի անդամներ պատրաստ են ոչնչացնել ռուսական օդային թիրախները, այս ֆոնին մյուսները փորձում են զերծ մնալ այդ քայլից, նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական ինքնաթիռները կամ դրոնները խախտում են հենց ՆԱՏՕ-ի երկրների սահմանները։ Մեջբերեմ սա եռացող կաթսա է եւ շուտով կափարիչը կարող է թռնել, որովհետեւ ՆԱՏՕ-ում հակասությունները օրեցօր խորանում են։ Ոմանք ասում են ամենևին էլ չի կարելի կրակել ռուսական ինքնաթիռների կամ դրոնների ուղղությամբ, մյուսները ասում են գուցե պետք է կրակենք, Ռյուտեն իդեպ ասաց, որ սպառնալիքի դեպքում պետք է խորենք, ինչ անենք։ Մասնագետները ընդգծում են, մինչ դուք խորում եք, Ռուսաստանը կարող է հարվածել եւ ավերել ձեր երկրները։ Դե գիտեք, Եվրոպայի դանդաղկոտությունը ռուսական ագրեսիայի օրոք նման բյուրոկրատիան առանձին մարտահրավեր է դարձել, ել չասեմ, որ սա միայն բյուրոկրատիայի հետ չի կապված։ Մինչ Եվրոպայում մտածում են խփեն ռուսական դրոնները եւ ինքնաթիռները թե չխփեն, Ռուսաստանի ազատության լեգիոնի ներկայացուցիչ Ցեզարը կիսվել է իր գնահատականներով ու կանխատեսումներով Ուկրաինայում պատերազմի տևողության վերաբերյալ։ Դե գիտեք, Պուտինի ռեժիմին դեմ նաեւ ռուսական լեգիոն կա կռվող Ուկրաինայի կողմից։ Ցեզարի կարծիքով պատերազմը կշարունակվի առավելագույնը եւս 2 տարի, սակայն չի բացառում, որ այն ավարտվի ավելի շուտ։ Նրա խոսքով Ռուսաստանի ազատության լեգիոնը հավասարապես Ուկրաինայի զինված ուժերի հետ անում է ամեն ինչ Ուկրաինայի հաղթանակը հնարավորինս մոտեցնելու համար։ Պատերազմի ավարտի վերաբերյալ իր մոտավոր հաշվարկները ներկայացնելով Ցեզարն ասել է. «Մի քանի ամսից մինչև առավելագույնը 2 տարի»։ Տեսնենք, արդյոք կարդարանա նրա կանխատեսումը։ Ցեզարը նաև նշել է, որ նույնիսկ եթե վաղը Պուտինը հանկարծ համաձայնվի խաղաղության եւ ստորագրի համաձայնագիր, միևնույն է երկիրը գնում է ցնցումների եւ քանդվելու։ Ըստ նրա ամեն ինչ քանդվում է, այն գործընթացները, որ Պուտինը խորը կերպով գործարկել է Ռուսաստանի ներսում, այնքան անդառնալի են դարձել, որ ամենայն հավանականությամբ սպասվում են սոցիալական ցնցումներ եւ այդուհանդերձ ռեժիմի փլուզում, որը կբերի եւ ցանկալի փոփոխությունների, որին բոլորս սպասում ենք, ասել է Ցեզարը։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին։ Նախորդ օրվա ընթացքում ճակատային գծում արձանագրվել է 200 մարտական բախում, թշնամին ուկրաինական ստորաբաժանումների դիրքերի եւ մնակավայրերի վրա իրականացրել է 59 օդային հարված, կիրառելով 109 կառավարվող ավիառումբ, ընդհանուր առմամբ գրանցվել է 4396 հրետանային հարված, այդ թվում 89 հարված ռեակտիվ կայաններից, ինչպես նաև կիրառվել է 4774 կամիկաձե դրոն։ Ագրեսոր երկիրը օդային հարվածներ է հասցրել Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Սումիի մարզի որոշ շրջանների ենթակառուցվածքներին։ Աթեսները կրկին չափազանց մոտ են թռչել ատոմակայանին Նիկոլաևի մարզում։ Անցած օրը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հակառակորդի կենթանի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 2 հատվածների։ Մարտական գործողությունները շարունակվել են 12 ուղղություններով, Հյուսիսլոբաժանյան եւ Կուրսկի ուղղություններով տեղի են ունեցել 9 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 67 հարձակողական գործողություն, Յուժնոսլոբաժանսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել թշնամու 3 հարձակում, Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել օկուպանտների 4 հարձակում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը
պաշտպանները Լիբանի ուղությամբ հետ են մղել թշնամու 20 հարձակում, Սևերսկի ուղությամբ մեր պաշտպանները հետ են մղել ռուսական զորքերի 7 հարձակում, Կրամատորսկի ուղությամբ գրանցվել է 6 բախում, Տորեցկի ուղությամբ թշնամին ձեռնարկել է 16 հարձակում, Նավապավլովսկի ուղությամբ Ուկրաինայի պաշտպանները կասեցրել են մեր դիրքերը ճեղքելու ռուսական 42 փորձ, Գուլիայի Պոլիայի ուղությամբ թշնամին 3 անգամ հարձակվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի դիրքերի վրա, Արեխովի ուղությամբ թշնամին 6 անգամ հարձակվել է մեր դիրքերի վրա, Պրիդնեպրյան ուղությունում թշնամին գործողություններ չի իրականացրել։ Ուկրաինացի զինվորականները իրենց հերթին շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուս օկուպանտների մեկօրյա կորուստները կազմել են 940 զինծառայող, 2 տանկ, 14 հրետանային համակարգ, 334 օպերատիվ մարտավարական դրոն, 82 միավոր ավտոտեխնիկա։ Ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 432 միավոր թշնամու զինտեխնիկա, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել է 1,106,430 ռուս օկուպանտ։ Ռելիզները ձեր էկրաններին են։ Սեպտեմբերի 26-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա 154 հարձակողական դրոններով։ Ուկրաինայի հոբ ուժերը խոցել կամ չեզոքացրել են թշնամու 128 դրոն, արձանագրվել է 26 հարվածային դրոնների ուղիղ հարված 9 տարբեր տեղանքում, բացի այդ մեկ այլ վայրում արձանագրվել է խոցված դրոնների բեկորների անկում։ Ինչպես միշտ ուկրաինական կողմը ի տարբերություն ռուսների թիրախավորում է ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան եւ 26-ի գիշերը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի տարբեր շրջաններում հնչել են մի շարք պայթյուններ։ Նախնական տվյալներով պայթյունների հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է ՖՍԲ-ի շենքը Արմյանսկ քաղաքում։ Իսկ շատերը գիտեն, որ Ղրիմում կա այդպիսի քաղաք Արմյանսկ։ Դե Կրասնոդարի մարզի նավթավերամշակման գործարանի խոցման մասին արդեն ասացի, Լուգանսկի մարզում գազային համակարգի խոցումների մասին նույնպես ասացի, ավելացնեմ, որ Կուրսկի մարզում ոչնչացվել են իսկանդերներ, որոնք հարվածում էին Սումիի մարզին։ Դե Սմոլենսկի երկաթուղու պայթյունի մասին վստահ եմ տեղեկացել եք մեր Telegram-ից, այնտեղ բեռնատար մեքենան բախվել էր վառելիք կրող գնացքի հետ, իսկ դա նշանակում է, որ ռուսները բացի նրանից, որ վթար են գրանցել, ավելի քիչ վառելանյութ կունենան ռազմաճակատի համար։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո մեկնել է Միացյալ Նահանգներ։ Հուսանք, որ մենք կլսենք արձագանք Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին։ Շատ չերկարացնեմ ուրբաթ օրվա եթերը։ Ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը եւ հուսամ կհանդիպենք վաղը էլ ավելի լավ լուրերով։ Մինչ նոր հանդիպում։